Բարի երեկո։ Այսօր ստիպված նորից խոսալու ենք Արցախի թալանից։ Քննչական կոմիտեն երևի պատկերացնում է, որ այնքան կանեն, որ ես կհոգնեմ, որ ժողովուրդն էլ կհոգնի, բայց ինչպես տեսնում ենք, առանց ժողովրդի մասնակցության քննչական կոմիտեում սելը տեղից չի շարժվում։ Իսկ ես հոգնող չեմ։ Արցախի սպրուտի պատմությունը ի վերջո պետք է հանգուցալուծվի եւ այո, մարդիկ պետք է կրեն քրեական պատասխանատվություն։ Ինչքան էլ Արտուր Պողոսյանը փեշերը փռի այս հանցագործների վրա, ես միշտ գնում եմ իմ ճանապարհով եւ միշտ հասնում եմ իմ նպատակին, որովհետեւ այս գործը Աստվածահաճո գործ է։ Սա Աստծուն դեմ չի։ Մի հետաքրքիր երևույթ երեք բնականաբար ներկայացրել ենք ազգային ժողով այն հարցերը, որ չգիտես ինչու, երբ որ Արտուր Պողոսյանն այնտեղ չի, բարձր ամբիոնից ասում են՝ ուր կորավ Վահե Հակոբյանը, ուր գնաց Վահե Հակոբյանը։ Երեք Վահե Հակոբյանի տիկնոջ վերաբերյալ մանրամասներով եւ ընդհանրապես Արցախի ներդրումային հիմնադրամի վերաբերյալ առեղծվածային անգործության վերաբերյալ քննչական կոմիտեի շատ առեղծվածային, ինձ համար չէ, բայց ոնց որ թե ազգային ժողովի համար էլ չէ, որովհետև եթե առեղծվածային լիներ, բնականաբար ազգային ժողովում կհնչեին հարցեր, ի դեպ դիմել էինք իշխող կուսակցությանը, բայց երևի թե հարցը նրանում է, որ Արցախը թալանվել է ոչ մենակ նախկինների օրոք, այլև Արայիկ Հարությունյանի օրոք, դրա համար էլ կարծում եմ երեք հարցեր չհնչեցին կամ ինձ չսիրելու պատճառով, բայց ես չէի էլ ակնկալում ու հույս չէի էլ դրել հաստատ իրանց սիրո վրա քավ լիցի, դա մի բան է, որ ինձ ընդհանրապես ոչ պատիվ է բերում, ոչ էլ կուզենայի։ Դուք չեք հնչեցնի, ես կհնչեցնեմ եւ այդ փաստաթուղթը, որ ուղարկվել է ազգային ժողով, միշտ կմնա, որ չասեք, բայց այն ժամանակ ինչի չէիք ասում, ասում եմ, ասել եմ, ասում եմ եւ կասեմ, միշտ հարատև։ Այ թե ինչի դուք հարց չեք տալիս, թող ժողովուրդը պատկերացնի, թե ինչն էր խնդիրը։ Ես չէի ուղարկել ճակերտավոր ընդդիմադիր պատգամավորներին, այլ ուղարկել էի իշխող կուսակցությանը, ձեր քննչական կոմիտեի նախագահն է, քննչական կոմիտեի ձեր նախընտրած նախագահն է եւ դուք պետք է հարցերը տայիք։ Բայց երևի թե Արցախ բառը արգելված է, բայց ես ձեր արգելքները չեմ ընդունում։ Հիմա հետաքրքիր մի բան, շատ հետաքրքիր բան է պարզվում, որ քննչական կոմիտեն չի նախաձեռնում վարույթներ կամ սենց չի քննում իր ամբողջ ուժով գործեր, վարույթներ երկու դեպքում, երբ մեջը փող կա եւ երբ մեջը փող չկա։ Երբ փող կան, դա Արցախի ներդրումային հիմնադրամին վերաբերվող մեջը շատ փող կա, շատ փող կա։ Եվ մյուս դեպքն էլ ասենք Վեդիի դեպքն էր, որ մինչև հանրային ճնշում չեղավ, ընդեղ էլ ընդհանրապես փող չկա։ Այն մեջտեղի գործերը կլինի եկեղեցու սպասավոր, կլինի 5000 դրամ կաշառք, կլինի մի հատ քյաբաբ, բան շատ արագ եւ շատ մեծ ջանասիրությամբ քննչական կոմիտեն լծվում է այդ գործերին։ Սա իհարկե զանգ է ոչ մենակ ինձ համար, այլ ամբողջ ժողովրդի համար, այդ թվում զանգ իրավապաշտպանների համար, որովհետև խտրական արդարադատությունը դա այն է, ինչ որ դուք Եվրոպայից ժամանած բոլոր անձանց համոզում եք, որ մեր երկրում կա հավասարություն օրենքի առջև։ Չկա եւ չի կարող լինել։ Երբ նշանակվեց պարոն Պողոսյանը, եթե չեմ սխալվում, դա 24 թվականի վերջերն էր, շատ ոգևորվեցի, ես անձամբ ոգևորվեցի, որտեղ վերջինիս հետ հանդիպել եմ ազգային անվտանգության ծառայությունում եւ վերջինս շատ պարկեշտ վարք դրսեւորեց, խոսքը 75
զոհված զինվորների ծնողների վերաբերալ էր Մարտունիում, իրականում եւ ես մեծ հավատով լծվեցի։ Վերջինիս հետ մեկ անգամ հանդիպել եմ դատախազությունում, երբ որ ինքը դատախազի տեղակալ էր Տիկին Վարդապետյանի, եւ դա այլ Պողոսյան Արտուր էր։ Երբ որ դարձավ քննչական կոմիտեի ղեկավար, ես ինքս շատ ուրախացա, որտեղ մտածում էի, որ 23 թվականին, երբ որ Արցախի խայտառակ թալանով հաղորդումներ էր տրվել եւ ինչի համար էին կարեւոր այս հաղորդումները, մի բան եմ ուզում ասեմ, որտեւ Արցախի կործանումը ինքը բազմակոմպոնենտ էր։ Այնտեղ բնականաբար կային նաեւ տնտեսական հիմնահարցեր, թե ինչի համար, եւ այդ տնտեսական հարցերի տերերն էլ կործանեցին եւ ուրախացան։ Այն որ ասում են «Нет человека, нет проблем», չկա Արցախը, չկա խնդիր։ Մեզ համար Արցախը հայրենիք էր, որոշ մարդկանց համար սպառողական տոպրակ, որ ինչ կար վերցրեցին Արցախից եւ սիրուն հանձնեցին։ Եվ այստեղ խոսքը մենակ էսենց ես զզվում եմ իհարկե նախկին ներկա արտահայտություններից, որտեվ հանցագործները միշտ են հանցագործ, ինչ կապ ունի, ինքը չի լինում նախկին ու ներկա հանցագործ։ Այդ հանցագործները եղել են եւ Արայիկի ժամանակ ներկա։ Երևի դրանով էր պայմանավորված, որ ազգային ժողովում որևէ հարց չտրվեց, կամ ինչու չի քննվում Արցախի թալանը, եւ այսպես ձեր սիրելի բառերով հարգելի քաղաքացիական պայմանագրի պատգամավորներ, ջատագովներ եւ նախկին, այսինքն Բակոյի օրոք։ Այստեղ պարզվում է, որ երկու հետաքրքրությունների սիմբիոզ կա, դրա համար էլ չի քննվում այս գործը, բայց Արցախը կործանվեց, որովհետեւ Արցախը լափել էին եւ թալանել էին ոչ թե արցախցիք, այլ ղարաբաղցիք, որոնց գենետիկ ծագումը դեռ պետքա պարզել։ Ինչևէ իմ ասածը, երբ նշանակվեց Արտուր Պողոսյանը, ես մտածում եմ, որ ստացել ենք կոմիսար Կատանի։ Հիշում եք, Սպրուտ կինոն, սա Ղարաբաղյան Սպրուտն է, բայց պարզվեց ոնց որ թե, որ մենք ստացել ենք եւ առերեսվում ենք Էսպինոզայի հետ։ Ցավ եմ ապրում, պարոն Պողոսյան, որտեվ ձեր մասին բավականին դրական կարծիք եմ ունեցել տարիներ շարունակ եւ հայտնել այդ դրական կարծիքը։ Ինչևէ, սա ձեր ընտրությունն էր եւ երևի թե ոնց որ անգլերեն ասում են power corrupts, այսինքն իշխանությունը կոռումպացնում է մարդկանց կամ երևի թե, չգիտեմ, ինչ որ տրանսֆորմացիաներ են տեղի ունենում։ Ձեր կառույցը բացառապես, ելի եմ ասում, դարձել է ինչ որ մի բանինքից կառույց, որը տերտերը մի բան խոսած տանենք, այս մեկին կարգալույծ անենք, այն մեկը քյաբաբը, այն մեկը այս, բայց չէր լինի այսքան կուսակցություն, չէր լինի այսքան խոսակցություն, եթե ժամանակին հանցագործների դաշտը մաքրված լիներ, այդ դեպքում սա չէր լինի, բայց եթե դուք հանցագործների դաշտը չեք մաքրում, ուրեմն դուք կաշկանդված եք, ուրեմն մարդիկ, դե ես էլ գիտեմ, չէ, շատ բան, տենց հլը որ պահում եմ նա դիսերտ, կան մարդիկ, որոնց եթե դուք կպնեք, իրանք կամերայի առաջ կասեն բաներ, որը ձեր համար կարող է շատ վտանգավոր լինի եւ լինի քրեորեն պատժելի։ Խոսքը բոլորին արդեն քայչ հայտնի Կոմիտաս Կարապետյանի եւ նրա տիկին Մերի Կարապետյանի ու նրանց հանցախմբի մասին է։ Ես անցյալ շաբաթ խոսել եմ եւ ձեզ ասել եմ մեկ շաբաթ ժամանակ, որպիսի կալանքի տակ հայտնվեն, բայց ես գիտեի, որ պահին, որ դուք փորձեք նրանց կալանավորել, նրանք ասելու են, բացելու են մի հետաքրքիր գաղտնիք, ոչ բանկային, ձեր միջնորդի եւ իրենց գաղտնիքը։ Բայց ասեմ ձեզ, դուք ապահովագրված չեք, որտեվ ես էլ գիտեմ այդ գաղտնիքի մասին։ Դրա համար աշխատեք, գործել, անել այն, ինչի համար Հայաստանի հարկատուներից դուք աշխատավարձ եք ստանում։ Էս էլ չլինի վեդի գործը, որ նույնիսկ սենց գործ, որ բարոյականությանն է վերաբերվում, փետրվարին եղած, մինչև հանրությունը ոտքի չկանեք, դուք մարդ չկալանավորեցիք, որովհետև երևի այնտեղ Տիգրան մեծ կանյակի տուփ մուփ չի եղել։
Ես գիտեմ ինչ եմ ասում ու դուք էլ գիտեք, այն մի հատ կինո կա, ասում է «Я знаю, что он знает, что я знаю»։ Դուք գիտեք, որ ես գիտեմ։ Չեք կարողանալու իմ ձեռից պրծացնեք սրանց։ Սրանցից որևէ մեկը, որ փախուստ դիմեց, հավատացեք, դուք դատվելու եք, պարոն Պողոսյան։ Դուք անձամբ եւ ձեր այդ խումբը, որը այս գործարքի է գնացել սրանց հետ, չեք գնացել գործարքի, թող հանրությունը հիմա գնահատի։ Այս Մերի Կարապետյանով խոսեցինք 3 տարի 23 թվականից, իրանով խոսացինք Էլիզաբետ Պետրոսյանով, իդեպ Էլիզաբետ Պետրոսյանը եւ Մերի Կարապետյանը Facebook-ով են ընկերներ, իրար հետ կերել են, իրար հետ էլ ընկերություն են անում ու թքում են բոլորի երեսին երևի լավ են անում այն համակարգի, որ ասում է ոչինչ, ոնց ուզում եք մեզ անպատվեք, որտեղ ամեն անպատվություն ունի իր գինը։ Շատ հետաքրքիր փաստ, ես երբ որ դիմել եմ հաղորդում եմ ուղարկել, դա եղել է մարտի 31-ին 2026 թվականին եւ ապրիլին ինչ որ մի քննիչ Մ Բիշարյան նախաձեռնում է վարույթ, ես հիմա եկել եմ ձեզ ասեմ այն ինչ որ դուք ասում եք դուք չգիտեք, նախաձեռնում է վարույթ փողերի լվացումն է այստեղ հետաքրքրում այդ հատկանիշներն է հիմնականում եւ 255 հոդվածի 3-րդ մասը հատկանիշները, բայց դուք ամեն ինչ անում եք, որ Մերին ճանապարհեք, Մերի Կարապետյանին, ոնց որ այն մյուսներին ճանապարհեցիք, մի բերանից բացեք, լսեք ասեմ, թե ով է ում ճանապարհել։ Դուք այստեղ որոշել եք վարույթ նախաձեռնել, որ Մերի Կարապետյանը մենակը կերավ, Ժողովուրդ ջան, ուշադիր լսեք, 13 միլիարդ 789 միլիոն 251 հազար 861 դրամ եւ 07 լումա։ Տեն մեկ ես ոնց եմ աշխատում, իսկ դուք չէ։ Մենք բանկային գաղտնիք, պարոն Պողոսյան, ձեր ու Մերի գաղտնիքը հիմա բացահայտենք։ Միկին Արցախում մենակով 13 միլիարդ տարավ։ Հիմա քանի որ դուք չեք ուզում գործ անեք, իսկ ժողովուրդը պետքա տեսնի, որ հետո չասի, բա այն ժամանակ ինչի չէիք ասում, հիմա դուք շատ լավ կտեսնեք հետևի ֆոնին, ընդամենը մի դրվագ, այսինքն դա անմա մոտավորապես հին կուրսով էլ, եթե իմիկվա կուրսով հաշվենք ավելի շատ, 34 միլիոն 500 հազար դոլար, դա մենակ Միկին, մի հատ Մերի Կարապետյան, այս ձեր քննիչը տենց է պատկերացնում քրեական վարույթ նախաձեռնելը, որ խոսում ես ասում են, դե սենց նախաքննության ընթացքում, ինչ ընթացքում, այսինքն թողնեք հանցախմբի ղեկավարը Կոմիտաս Կարապետյանը թռնի, հետո Մերի Կարապետյանը գնա, հետո Սերգեյ Զաքարյանը գնա, հետո Սերգեյ Մուսայելյանը գնա, հետո Վարդան Խաչատրյանը թռնի երկրից, հետո նրա եղբայր Գևորգ Խաչատրյանը եւ Ստավրոպոլից եկած, որտեղ էր սա ապրում, չէ, Սվերդլով կներեք, Город Екатеринбург, Белоярская ՍՈՇ, դպրոցի դասատուն, այդ Белоярская ՍՈՇ հարցում արել եք, այդ ՍՈՇ, ընդեղ այդ ինչ աշխատավարձ են ստանում, որ գալիս է էլիտ ռեզիդենսում, փայատերա դառնում ու շահառու, այդ Բելոյարսկի ՍՈՇ-ում այտենց բարձր աշխատավարձներ, բա գնացեք Բելոյարսկի ՍՈՇ, պարոն Պողոսյան, դուք էլ այնտեղ դասավանդեք, թե ոնց կարելի է հանցագործներին փախցնել քրեական պատասխանատվությունից։ Ու մնացած ժամանակ մարդկանց աչքին թոս փչել, ասել, այ այս կուսակցությունը կաշառք բաժանեց բռնեցինք, այս կերակրող մայրը այս ինչ արեցինք, այն չկերակրող հայրը այս ինչ արեցինք։ Այսինքն դուք ուզում եք ասել, որ դուք չեք տիրապետում, եթե չեք տիրապետում, նորից եմ ասում, ազատեք ձեր աթոռը, մի շաբաթում գամ տիրապետվենք այնտեղ բոլորս, թե ովքեր են Մերի Կարապետյանի հանցախմբի անդամները։ Ըստ էության դա Մերի Կարապետյանի հանցախումբը չի, դա Կոմիտաս Կարապետյանի ստեղծած սպռուտն է, որ իր այն բոլոր մատերով մտել է Ղարաբաղի մեջ եւ հիմա մխրճվել է
Հայաստան, Երևանի կենտրոն։ Ձեզ կարող է չհետաքրքրի, որովհետև դուք հողին նայում եք որպես գումար աշխատելու միջոց։ Այս հողի ամեն մի սանտիմետրը դա մեր հայրենիքն է, պարոն Պողոսյան։ Լսում եք դուք ինձ, դուք շատ լավ եք լսում։ Հիմա լսեք, ձեր քննիչը տեսողական, լսողական խնդիրներ չի ունեցել։ Թե չի կարող ենք Բրայլը այբուբենով ուղարկեինք, սենց ինքը շոշափելով նայր։ Այդ նույն տեսանյութում հստակ, որը ուղարկվել է որպես հանրային հաղորդում հանցագործության մասին, եղել է այս հետևում հիմա որ դրվելու է Արցախի հանրապետությունում գործող կազմակերպությունների որ այդ գումարները վերցրել բերել են ստեղ, այսինքն մեր ուղարկած գումարները ոնց է փոշիացել այդ կազմակերպություններով, Lev Energy, Tartar Energy, չգիտեմ, Continent SP, Հակարի եւ այլն, բացի դրանից սրանք այնպես ցինիկություն են ունեցել, որ այնտեղ վերջացրել են, հիմա էլ եկել են Հայաստան, մտածում են մի օր էլ Հայաստանը կհանձնեն իրանց բարեկամներին, նույնը բացել են այստեղ, հայաստանյան մասնաճյուղեր են բացել։ Պատկերացնում եք սրանց ցինիկության գագաթնակետը, Trans Holding SP, որտեղ մերին է եւ իր հանցախումբը։ Ես այս վիդեոյում, այս հաղորդման մեջ, քանի որ սա բազմահատոր է, եթե հիմա ես բոլորիդ կապերը բացատրեմ, ուղակի կխճճվեք։ Կխճճվեք, թե ինչ համ պրիմիտիվ, համ բազմադրվակ սխեմաներ է, քննիչ Բիշարյան, անհապաղ երկու հոդվածն էլ վերանայեք ձեր նախաձեռնման թղթոնը, սա կազմակերպված խմբի միջոցով, այսինքն սա մաֆիա է, որը չգիտես ինչի քողարկում եք դուք, պարոն Պողոսյան, ովքեր են մաֆիայի անդամները, ես ասում եմ, եւ հաջորդիվ ընդամենը օրեր անց այսենց հաթած սխեմաներով կներկայացնենք, թե մերին ու կոմիտաս, մենք ասում ենք են մերի, հասկանում ենք կոմիտաս, մենք ասում ենք կոմիտաս, հասկանում ենք մերի։ Ոնց է, եւ իր ընտանիքի անդամներին ներգրավել այդ խմբի մեջ իր բալիկներին Էրիկին եւ Էդիկին, ներգրավել դրա մեջ կոմիտասի եղբայրներին, ոնց են ներգրավել, այսինքն մի կողմը ընտանիքի անդամներն են, մյուս կողմը ես չընտանիքն եմ ասում, այս մերի շրջապատում սա տարատեսակ տղամարդիկ են եղել, էլի, թե երևի ինչ-որ կապ ունի իրանց հետ։ Վարդան Խաչատրյան, որը այսօր Հայաստանում այդ էլիտ ռեզիդենսի մասին են խոսում, սա մի դրվագն է, մի հատ էլիտ ռեզիդենս են ստեղծել, որ իրանց գողացած, լափած, յուրացրած փողը բերեն շինարարությունով լվանան Հայաստանում, էլիտ ռեզիդենս, որը կառուցում է Մոնթե Համալիրը։ Վերջի լվացարարն էլ դուք գիտեք Նարեկ Կեսոյանն է, որի մասին շատ շուտով թե ում բարեկամն է, ԲՀԿ-ի որ պատգամավորի բարեկամն է, թե նրա ինչ փողեր է բերել, սենց իրար հետ լվանում են։ Մեր մոտ շատ հետաքրքիր բան է ստացվում։ Այս սխեմայի մեջ Բելոյարսկի Սոշը, Средняя образовательная школа, դուք պատկերացնում եք Բելոյարսկի Սոշի արմինեն միլիոններ է աշխատում։ Բնականաբար մենք ՌԴ-ել ենք հիմա դիմելու, հասկանանք, այդ ինչ միլիոններ է այս Սոշիկա աշխատել, որ բերելա դարձել է ստեղ։ Մենք բոլոր տեղեր, եթե դուք փակված սպրուտ եք, մեր այս ձեռքերը շատ երկար են բոլոր տեղերը։ Եվ մի հատ էլ այդ Նարեկ Կեսոյանին ոնց են պաշտպանում, եւ ոնց է ստացվում, որ տնտեսագիտական համալսարանի դեկանն է ունեցել այդքան փող, եւ այդ փողերի մենք մի էպիզոդն ենք Մերիկոյի պատմում, Մերի մի էպիզոդը քննիչ Բիշարյան, այսքան բանը դուք գիտեիք, չգիտեիք, զանգեիք կասեի, կանչեիք կասեի, բայց դուք ինձնից վախենում, սարսափում եք այնքան, որ փորձում եք երևի ինձ վնասել։ Հիմա ովքեր են այդ էլիտ ռեզիդենս ՓԲ-ն, մի հատ նայեք էլի, ես հետո մանրակրկիտ ասելու եմ, ով ա եղել, ոնց ա ծախել, ինչքան փողա դրեմ։ Վարդան Խաչատրյան, սա այն սուբյեկտն է, որ Մերի Կարապետյանի հետ Արցախում բոլոր տեղերը փայեր ա ունեցել եւ եղել է
Կոմիտաս Կարապետյան կոչվող սուբյեկտի, երբ որ նա եղել է, եթե չեմ սխալվում, արտակարգ իրավիճակների եւ բնապահպանության նախարարությունում եղել է ղեկավար, եղել է իր գլխավոր հաշվապահ։ Փաստորեն մերին կապնվել է Կոմիտասի գլխավոր հաշվապահ այդ Վարդան Խաչատրյան։ Վարդան Խաչատրյանի եղբայրը Գևորգ Խաչատրյան, որը նորից բացելու ենք այս sense սխեմաներում, թե Արցախում սրանք ինչ կազմակերպություններ են, տեսնեք ամենտեղ մերի գլուխն է, մերի, Վարդան Խաչատրյան, Գևորգ Խաչատրյան, Սերգեյ Մուսայելյան, Սերգեյ Զաքարյան, բոլորը ստեղ են, բոլոր այս խումբը ստեղ է, պարոն Բիշարյան տեսողական, լսողական, ընկալման, հա, կա խնդիր, ասեն, հա, պարոն Պողոսյան, ոնց եք։ Հիմա լսեք, Գևորգ Խաչատրյան, Վարդան Խաչատրյանի եղբայրը, Սոշը, Գևորգ Խաչատրյանի կինը, Արմինե Ասատրյան, այս սուբյեկտն է, որ դուք պատկերացնում եք, դաժե Մոսկվայի դպրոց չէ, Սվերդլովսկая область, город Екатеринбург։ Մատել Պուտինին կամ էսի միտեղ նամագրենք, տենանք այդ город Екатеринбургում среднеобразовательная школа Գեղի դպրոց, էլի։ Белоярская ՍՕՇ։ Այդ ինչ սոշիկա աշխատավարձա ստացե, որ բերել է, թե Կոմիտասի ու մերի փողերն են լվանում։ Ես ձեզ լված կանել, Արմինե Ասատրյան, դու Աբովյան քրեակատարողական հիմնարկում քո խցակիցների ներքնաշորերը կլվանաս, կփռես Մերի Կարապետյանի հետ, հետո հոկանեք, որ չորացնեք այդ շորերը։ Այդ ձեզ ով էր թույլ տվես տեղի մեր փողերը լափեք, Белоярская ՍՕՇ։ Մյուսը գալիս է Սերգեյ Դերենիկի Մուսայելյանը, որը անընդմեջ կապի այս սխեման, որ դնենք, կտեսնեք Մերի Կարապետյանի հետ, եւ այն որ ասում է վիզդե սուշի Սերգեյ Զաքարյան, հետ Սերգեյ Զաքարյանը եւ իր եղբայր Ալեքսանդր Զաքարյան, այսինքն sense մի երկու ընտանիք միացել են իրար։ Եվ եթե հանգարց որևէ մեկը, մենք այնքան շատ բան գիտենք, փորձի ասի, որ ոնց Սերգեյ Զաքարյանը մեկ էլ էս ինչ է սրա անունը Վարդան Խաչատրյանը կապ չունեն, մենք կհանենք տեղեկանքը, որ Սերգեյ Զաքարյանը գրանցված է Հայաստանում Վարդան Խաչատրյանի սեփականության վրա։ Այս մնացածի կազմակերպությունները բացահայտելու ենք, բայց քննչական կոմիտեի առայժմ ղեկավար նենց չի էլի, որ կամ տի աշխատավարձը ստանաս, մեկ էլ են մնացածն էլ բերես տաստեղ, որ մենք աշխատում ենք, կամ թող հեռացի, եթե չես կարողանում դու ղեկավարես քննչական կոմիտեն, որպիսի նույնիսկ մի հատ վեդի գործ չքննեն, իսկ այն որ վեդի բարքերը Արտաշատում Արարատի մարզում ինչ էր տեղի ունենում, դուք հիշում եք մեր արագարձագանքման խմբի ակցիաները վեդի քննչականի դիմաց, եթե մոռացել եք, կարող ենք այն որ այնքան մահացած էր այդ բաժինը, ձեր Ուկրաինայից բերած պարոն Քարամյանի, եթե չեմ սխալվում, մտերիմներ մի հատ բաժնի պետով, որ արդեն ուղակի զույգ ծաղիկ էինք դնում այդ քննչական բաժնի կողքը եւ սև լենտով կապել էինք։ Այ էս եք դուք, սա եք դուք, բայց նա չեք անում, որտեվ ձեզ հետաքրքիր չի, մեջը բան չկա, սա էլ անում չեք անում, որովհետև մեջը լիքը բան կա։ Այս բոլոր մարդիկ պատահական մարդիկ չեն։ Նորից եմ կրկնում եւ սրանով ավարտում։ Պարոն Բիշարյան, պարոն Պողոսյան։ Հանցախմբի անդամներն են Էդիկ Կարապետյաններ, Ռոբերտ Կարապետյան եւ նրա յուրկինը Վարդան Խաչատրյան, Գևորգ Խաչատրյան, Բելոյարսկի ՍՕՇի Գևորգի կնիկ Արմինե Ասատրյան, Սերգեյ Մուսայելյան, Սերգեյ Զաքարյան, Սերգեյ Զաքարյանի եղբայրը Ալեքսանդր Զաքարյան եւ վերջում պարզաջրելա գողունը թալանը փողերի
Հայաստանի Հանրապետության Պետական տնտեսագիտական ինստիտուտի դեկան Նարեկ Կեսոյան։ Նարեկ Կեսոյան, քո համար մյուս եթերում բոմբ են բերել։ Տեսնենք քո ուսանողները դրանից հետո ոնց են մտնելու քո լսարան, քո լեկցիաներին։ Առայժմ այսքանը, մնացածի մասին շատ մանրակրկիտ, երևի թե էպիզոդ առ էպիզոդ կխոսենք շուտով։ Պարոն Պողոսյան, դու շարունակի, անպայման մեր երկրում էլ կգտնվի մի կոմիսար Կատանի, որ կգա եւ էսպինոզաներին տեր կկանգնի, չի թողնի դրանց ծագումը։ Բոլորդ ընտրություններով եք զբաղված, ինչ եք ընտրում, թալանել թե չթալանել երկիրը։ Եթե իրավապահ համակարգը իր տեղում լիներ, հավատացեք, ընտրությունները կարող է սենց անցնեին, մենք չզգայինք էլ հասարակ ժողովուրդ, որտեվ հասարակ ժողովուրդ ուզում է արդարություն։ Այո, հասարակ ժողովուրդ ուզում է արդարություն, ուզում է արդարադատություն եւ ուզում է, որ այդ արդարադատությունը լինի ժամանակին։ Դուք որպես իրավաբանության կարիֆեյ, բնականաբար Գլեդստոնի բառերը գիտեք, ամեն օր կրկնելու եմ ձեր համար, որ ուշացված արդարադատությունը, դա չեղարկված արդարադատություն, այսինքն եթե դուք 3 տարի ոչինչ չեք անում, բոլորին ճանապարհեք ու հետո սկսեք ամպագորգոր բառեր ասել, դա ընդհանրապես դա չեղարկված արդարադատություն է։ Ժողովուրդ ուզում է բոլորի հավասարություն օրենքի առաջ։ Ժողովուրդ ուզում է հանգիստ ապրի, ես էլ ուզում եմ ընդհանրապես որևէ եթեր չանեմ, որ քննչական կոմիտեն այնպես աշխատի եւ մեր իրավապահ համակարգը, որ էլ եթեր անելու տեղ չթողնեն։ Կարող եմ դուք աշխատավարձ ստանաք, մենք ձեր տեղը գործանենք, չի լինելու տենց, հարամ ա լինելու այդ փողը։ Հավատացեք, ես չեմ հոգնելու։ 10 հոգի, մի հոգի էլ լսող լինի, այս Արցախը դուք չեք մարսելու, այս Արցախը ձեր կոկորտին ոսկորի պես ամենալու, որովհետև դուք սատար կանգնեցիք Արցախի թալանչիներին եւ նրանք ուրախ էին, որ օր շուտ, րոպե շուտ Արցախը հանձնվի